Պարոն Հարությունյան, վերջին անգամ երբ եք Բագրատ Սրբազանի հետ հանդիպել եւ ինչ հոգեվիճակում է նա այս պահին գտնվում, գիտենք նաեւ, որ մեղադրանքը չի ընդունում, վերջին շրջանում նաեւ լուրջ տարածվեց, որ Միքայել Աճապահյանը եւ նա նույն խցում են գտնվում, արդյոք այս տեղեկությունը ճիշտ է։ Վերջին անգամ այցելել եմ երեկոյան, այսօր նույնպես պատրաստում եմ քիչ անց այցելել, հոգեպես շատ լավ վիճակում է գտնվում, նաև առողջապես շատ առողջ է, պինդ է, չհանձնվող տեսակ, մարտնչող տեսակ, որի ողջ իմաստը այլևս Հայաստանի ազատումն է ներկայիս վարչախմբից օրենքով սահմանված իրավական ճանապարհով։ Ինչ վերաբերվում է հարցին, արդյոք երկու սրբազանները իրար հետ են, այո, դա հենց առաջի օրից պարզ էր, որ այդպես են անելու ու պարզ է իմաստը։ Ամենավատ պատիժը կլիներ այն, որ առանձին լինեին մեկուսարաններում։ Տեսեք, իմաստը կայանում է նրանում, որ կարող ենք համարել, որ հիմա իրենք ուղիղ եթերում են ազատազրկման վայրում գտնվում, որովհետև այն ամենը, ինչ որ այնտեղ խոսելու են, ակնկալվում է, որ հաջորդիվ օգտագործվելու է, մենք ունենք նմանատիպ փորձ, չէ, երբ որ երջանկահիշատակ Մանվել Գրիգորյանը նստած էր նույն վայրում, այնտեղից նկար դուրս եկավ, չէ, ինչ որ հիշում ենք։ Հիմա ես վստահ եմ, որ այդ քայլը արվել է նրա համար, որ երկու մտերիմ ընկերներ, երկու հարազատ մարդիկ իրար հետ զրուցելու ընթացքում, գուցե ինչ որ տեսակետ, ինչ որ կարծիք, պատկերացրեք հիմա յուրաքանչյուրը իր մտերիմ ընկերոջ հետ, հարազատի հետ զրուցելուց շատ տեսակետ չէ կարող է ասել ու պահի տակ նույնիսկ մի պահ մոռանա, որ որտեղ են գտնվում, որ ականջներ կան այդտեղ եւ ես վստահ եմ, որ հաջորդիվ հնարավոր է այդպիսի ինչ որ ձայնագրություններ ժողովրդության մեջ հայտնվեն։ Հումորով են մոտենում իրենք այդ ամեն ինչին, սա էլ կանցնի։ Արդյոք սրբազանները իրավաբանորեն են, հայտնվել կալանավայրում, թե սա քաղաքական գործընթացի մի մաս է կազմում եւ հաջորդաբար անդրադառնալու են նաեւ մյուս հոգեվորականներին, հասնելու են միջև վեհապար Հայրապետ։ Տեսեք, երբ որ Բագրատ Սրբազանի նկատմամբ սկսվեց այս process-ը, հենց նույնիսկ դրանից մի քանի օր առաջ, երբ որ հարևան երկրում էր գտնվում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, հիշում եք, մոտ 80 անձանց ձերբակալեցին, հանիրավի առանց որևէ հիմնավորման, հետո բաց թողեցին։ Այդ ժամանակ դեռևս ես հայտարարել եմ ու նաև դրանից հետո, երբ որ արդեն կոնկրետ Բագրատ Սրբազանին տարան կալանքի, ես հայտարարել եմ, որ այս ամենի նպատակն է հաջորդիվ մի քանի նպատակ ունի իրականում, այս ամենի նպատակներից առաջնային այն է, որ հաջորդիվ գնալու են դեպի եկեղեցի, երկրորդ նպատակն է հաջողանալ հարևան երկու երկրների ղեկավարությանը եւ երրորդը նաեւ ինչ որ ձևով շեղելն է հասարակությանը։ Մենք տեսանք, որ Բագրատ Սրբազանի կալանավորումից 1-2 օր անց արդեն տեղի ունեցավ Վեհարանի ամենասարսափելի դեպքերը, որը կարծում եմ մեր ողջ պատմության մեջ ամենաամոթալի դեպքերից մեկն է։ Ինչու էին ընտրել հենց Վեհարանը, որովհետև Սրբազանին ձերբակալելու այլ վայր էլ կա, օրինակ նրա տնից կարող էին ձերբակալել, Շիրակի առաջնորդարանից կարող էին ձերբակալել, բայց ընտրեցին Վեհարանը։ Ջան, ես վստահ եմ, որ դա մտածված քայլ էր, գիտակցված, մտածված եւ դիտավորյալ իրականացված քայլ էր, որի նպատակն էր կամ այդտեղ այդ բախումը հրահրել, կամ ցուցադրել, որ ԱԱԾ-ն մտնում է Վեհարան եւ այնտեղ այդ լարվածությունը, այդ ամենը դրա համար էր, որովհետեւ ակնհայտ է, որ այդ մարդուն, որին ուզում են ձերբակալեն, որ քնիչը որոշում է տվել, հատկապես ի կատար է փորձում ածել ԱԱԾ-ն իրականացնել։ Այդ դեպքում ինչ է կատա, այսինքն իրենք չգիտեին, որ այդ օրը այդտեղ ժողով է, ինքը գալու է, որ դուրս եկավ Գյումրուց գալ։ Պարզ է, որ այդ ամենը արվել էր դիտավորյալ, որի նպատակը հենց դա էր՝ Վեհարան մտնելը, որը չէր հաջողվել մոնղոլ թաթարներին, ցուցադրել, որ իրենց հաջողվում է, նորից եմ կրկնում, հաճոյանալու համար, եկեղեցուն մեծ հարված հասցնելու համար, հաջորդիվ թույլատնելով այն հեղինակավոր անձանց մեկուսացնելով եւ Միքայել Սրբազանին եւ Բագրատ Սրբազանին մեկուսացնելով իշխանակ ընդդիմադիր գործիչներին
ձերբակալելով հաջորդիվ կարողանալ այնպես անել, ես վստահ եմ, որ հաջորդիվ կրկին անգամ վեհարանի վրա է հարձակում ոտնձգություն լինելու։ Այո։ Բայց իրավապահները չկատարեցին հրահանգը։ Տեսեք, Հետ քաշվեց։ Լեա ջան, ես ինքս այդ օրը այդտեղ եմ եղել։ Բազմաթիվ ոստիկանների եւ բարձրաստիճան եւ շարքային ոստիկանների հետ խոսել, զրուցել, խնդրել եմ իրենց, որ որևէ ավելորդ քայլ չանեն, որևէ էսա մեր երկրի վիճակը, ոստիկանապետություն։ Խնդրել եմ, որ որևէ ավելորդ քայլ չանեն։ Շատ-շատերի հետ հաջողվել է նորմալ զրույց։ Բարձրաստիճան ոստիկաններ իրենց ճիշտ են պահել, շատ ողջունելի ձևով, չեմ ուզում ազգանուն տամ, հանուն տամ, որ չթիրախավորեմ իրենց, որովհետև լավ է, որ ոստիկանական համակարգում կան այդպիսի բարձրաստիճան նորմալ, պարկեշտ, բարոյական մարդիկ։ Բայց կային նաև անձինք, որոնց ես ինքս շփման ընթացքում զգացել եմ, որ իրանք ավելորդ կար իրենց մեջ ագրեսիա եւ նույնիսկ ձգտում, պրեմիաների գուցե պաշտոնի ձգտում, գուցե պրեմիայի ձգտում, գուցե ինչ-որ սահմանափակ ինտելեկտի իրավիճակում առաջին շարքերում են հայտնվում այնպիսի ոստիկաններ, որոնք ոչ ունեն կոչում, ոչ ունեն պաշտոն, ոչ էլ նորմալ աշխատավարձ եւ ըստ իմ տեղեկությունների այդ գործողություններից հետո որոշների աշխատանքը վերանայվում է, աշխատավարձը վերանայում են։ Գիտեք Լեա ջան, ցավոք սրտի Հայաստանում 18 թվականից ի վեր ձևավորվեց մի հատ մանկուրտների խավ, որ կա բոլոր ոլորտներում, նաև կա ոստիկանական համակարգում, եւ այդ մանկուրտները ամեն կերպ փորձում են առաջ գնալ, չհիշելով իրենց անցյալը եւ հենց երևի թե ժամանակ առ ժամանակ իրենց հետ ինչ-որ կրթվելու դասընթացներ էլ արվում, թե ինչպես լինել ոչ բարոյական, ինչպես լինել ոչ մարդկային, ինչպես Այդուհանդերձ հրամանը չկատարվեց, Միքայել Սրբազանին չկարողացան ձերբակալել, շոու անել եւ այլն։ Հետո ինչ տեղի ունեցավ։ Լեա ջան, ես այնտեղ եմ եղել, կայացվեց այդ որոշումը, մի քանի օրի համացանցում խոսվում է այդ մասին, ես չեմ ուզում անդրադառնամ այդ որոշմանը, ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով, ինչևէ ես գիտեմ մի բան, որ այն խոսակցությունները, որ այդ օրը խոսվում էր, որ հավանական եւ հնարավոր տեխնացու կարող է լինել, կարծում եմ շատ արդյունավետ ելք կարող լիներ Հայաստանի այս ստեղծված իրավիճակից պետության, բայց կարծում եմ նաև, որ ոչինչ դեռևս կորած չէ եւ դեռևս այդ հնարավորությունը կա։ Միքայել Սրբազանի մեղադրանքի առումով դուք կարող եք վերլուծել օրինակ ինչու եթե նախկինում օրինակ Դանիել Հովհաննիսյանը դիմել է դատախազություն այն հիմքով, որ կա այստեղ քրեական գործի հիմք իր այդ հայտարարության մեջ, դատախազությունից մեկնաբանել են, որ չկա հանցակազմ, հետո են վարույթ նախաձեռնել, առհասարակ այս գործընթացի մասին ինչ կարող եք անել եւ որպես իրավաբան ինչպես կարող եք մեկնաբանել։ Տեսեք Լեա ջան, մենք այլևս իրավաբանության հետ գործ չունենք։ Այստեղ են ինչ որ կատարվում է եւ Միքայել Սրբազանի հետ կապված եւ Բագրատ Սրբազանի հետ կապված։ Նախ իրենց երկուսի կալանքի միջնորդություններն էլ անհիմն էր։ Այն ինչ որ հիմա իրանք իրականացնում են, դա իրավաբանություն չի։ Այս տերորն է, հասկանում եք, այսպես անընդհատ մարդկանց լարված պահել, անընդհատ էս աղմուկ։ Տեսեք, շատ լավ է գիտեք, որ այս ամենը ֆիքսվում է ամեն րոպե, էլի։ Այն ինչ որ հիմա իրանք իրականացնում են, դա իրավաբանություն չի։ Դա շղարշա, ասենց փաթեթավորված իրավաբանական ինչ որ ձևակերպումներով։ չկա։ Շատ հստակ քաղաքական Չէ, հենց այդ էս քաղաքական գործընթաց է, բայց ինչ որ իրավաբանական ձևական փաթեթավորմամբ, բայց ամփույթ, տգեղ եւ ոչ գրագետ ձևի փաթեթավորմամբ, որովհետեւ նույն կալանքի միջնորդությանը, որին ես ներկա եմ եղել Բագրատ Սրբազանի հետ կապված, ոչ նախանձելի վիճակում էին եւ քննիչը, եւ դատախազները, եւ մասնավորապես կոնկրետ հենց դատավորը ոչ նախանձելի վիճակում էին, որովհետեւ այդ փաստերի կամ բացակայող փաստերի արկայության պարագայում նմանատիպ հիմքերով մարդուն տանել կալանքի, դա արդեն ճիշտ չի, ինչ վերաբերվում է Միքայել Սրբազանի պարագայում, որ կարելի ասել երկրորդ անգամ
կրկնակի մարդուն փորձում են պատասխանատվության ենթարկել նույն արարքի համար, սա առաջի դեպքը չի։ Մենք ունեցել ենք այսպիսի դեպքեր, բազմաթիվ են օրինակները։ Նույն Արամ Հարությունյանի պարագայում քաղաքական ելույթի համար մի անգամ փորձեցին պատասխանատվության ենթարկել բռնության կոչեր, հրապարակային կոչեր անելու համար, երբ որ այդ գործով չհաջողեցին, հաջորդիվ արդեն վիրավորանքով փորձեցին նույն ելույթի համար կարելի ասել բառացի, այնպես որ սպասելի է, նոր բան չի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը, հաջողությամբ չեզոքացված են։ Այսինքն սրբազաններին կալանավորելը համարում է, որ չեզոքացել է Հայաստանի առջև ծառացված մարտահրավերները։ Ասեմ ձեզ, շատ ուշադիր լսեցի ձեր կարդացածը, տեխնիկական վրիպակ կա այդտեղ։ Բառ կա մի, որը սխալ է, Հայաստանի չէ, Թուրքիայի։ Որ ուշադիր կարդաք կհասկանաք, որ այդ կոնտեքստը, այդ բոլոր մարտահրավերները, որ չեզոքացված են, դա հարևան երկրի մարտահրավերներն են չեզոքացված, նրանց համար մարտահրավերներն են չեզոքացված եւ թվում է թե ամեն ինչ իրենց համար լավ է, բայց վստահ եմ, որ չի լինելու այն Սրբազանները համարվում էին հիմնական գլխավոր մարտահրավերները Հայաստանի առջև ծառացած։ Միանշանակ, տեսեք, նորից եմ կրկնում, Բագրատ Սրբազանին կալանավորելը Թուրքիան սպառնում է Զանգեզուրի միջանցք վերցնել։ Տեսեք, Բագրատ Սրբազանին կալանավորելը, թիրախավորելը հիմնականում շղար ստեղծելներ ժողովրդի մոտ, անաչառ դիտորդների մոտ, լրատվական ահաբեկչությամբ մարդկանց ուղեղները փորձել լևանալներ, որ տեսեք Բագրատ Սրբազանը ահաբեկչություն է նախապատրաստել։ Միքայել Սրբազանի պարագայում վստահ եմ, որ բացի այն կարևոր պատճառից, որ երկու սրբազաներն էլ վաղը ի պաշտպանություն կանգնելու են վեհապահարին, երկրորդը կարևորագույն հանգամանքը կարծում եմ Միքայել Սրբազանի այն խոսքներ, այն ելույթներ, որտեղ ինքը ասում է ես չեմ կարա չլինեմ հակաթուրք։ Այդ էր իմ կարծիքով, այդ պատիժն էր հաճոյանալու համար արևան երկրին, որ սեփական հոգևորականին ամենավերջի անարգանքի խոսքով դիմող մարդը տեսել ենք խոնարհաբար Թուրքիայում ոնց էր իրեն պահում։ Դատախազությունը հայտարարություն է տարածել Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ, ըստ այդ հայտարարության Միքայել Աջապայանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած հեղաշրջում կատարելու եւ իշխանությունը Հայաստանի Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով վերցնելու կամ փոխելու մասին։ Այսինքն Միքայել Սրբազանը 2024 թվականի փետրվարի 3-ին է հարցազրույց տվել, որտեղ խոսել է այդ մասին եւ քրեական վարույթ են նախաձեռնել հենց այդ հարցազրույցի հիման վրա։ Սակայն Սրբազանը հետագայում վերահաստատել է իր այդ խոսքը, սակայն նոր կոչեր չի հնչեցրել, ընդ որում նա չի ընդունում մեղադրանքը, ասում է, որ ես ռազմական հեղաշրջման կոչ չեմ հնչեցրել։ Այսինքն, այսինչ աբսուրդ շրջապտույտի մեջ է մտել դատախազությունը, կարող եք մեկնաբանել։ Նախքան մեկնաբանել Լեա ջան, դուք կարդացիք բավականին երկար տեքստ Շեքսպիրի Համլետի մեջ մի հատված կա, երբ որ Համլետն ասում է բառեր։ Ընդամենը բառերով, խոսքով փորձում են ինչ-որ նորից եմ կրկնում, շղար ստեղծել։ Ու ձևակերպումներով այսպիսի փորձում են հիմնավորել ոչ հիմնավորվող բան։ Տեսեք, նորից եմ կրկնում, ոչ միայն երկրորդ անգամ նույն արարքի համարն է այստեղ խնդիրը։ Ժամանակին այդ խոսույթը ուսումնասիրելուց հետո կարծիք են հայտնել, որ ոչ, այստեղ քրորեն հետապնդելի բան չկա, նույն դատախազությունը, ճիշտ է։ Դրանից հետո հնարավոր է, չէ, որ հետարքրասեր քաղաքացիները, որոնք տեսնեին այդ ամենը, իմանային, կամ նույն ովքեր որ հաղորդում էին տվել այդ ամենը լուսաբանեին, եւ անձիկ հասկանային, որ այս խոսույթը քրորեն հետապնդելի չի, ուրեմն իրենք էլ անեն։ Այսինքն ստացվում է դատախազությունը մին է տեղադրել, հա, որ մարդկանց վատ վիճակում դնի։ Նորից եմ կրկնում, Միքայել Սրբազանը ընդամենը երկրորդ հարցազրույցներով պատմել է, թե ինչ էր ասել այն ժամանակ։ Եվ երկրորդը այս հարգելի
դատախազները, որոնք սենց փութաջան, ջանասիրաբար այս գործերը սենց հարուցում են, այդ թող մի հատ վերհիշեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթները ընտրությունների նախօրեին։ Երբ որ մուրճը ձեռքին պտտվում էր ողջ հանրապետությունով, ասում են հանցակազմ չկա, որտեվ քաղաքական գործի հրապարակային գործի խոսք է, իսկ մյուսների պարագայում հրապարակային գործիչներ քաղաքական գործիչներ չեն։ Հասարակական համենայնպես այդտեղ հասարակական կազմակերպությունների մասին մենք խոսք ունենք։ Լեա ջան, խտրական արդարադատություն հոգնել ենք արդեն այդ ամենավերջի 4 տարվա մեջ ասել, բայց մենք բախվում ենք պարբերաբար դրա հետ։ Մենք բախվում ենք, որ գիտենք, որ երկրորդ կուրսի ուսանողը անգամ գիտի, որ սենց փաստերի դեպքում չեն կարա կարանքի տանեն, որ իրենք կրթություն ստանալուց անցնում են, թե այդ փաստերը որը ոնց է հիմնավորվում կամ հերկվում, բայց գործը գնում է դատարաններ։ Մենք տեսնում ենք նույն Կարապետյանի հետ կապված, Սամվել Կարապետյանի հետ կապված, մենք տեսնում ենք, չէ՞ ինչ հնարք կատարվեց աճպահարական, որպեսզի գործը մնա նույն դատավորի մոտ։ Այսօր Վարդևանյանը պատմում էր, չէ՞ այդ ամենը։ Այսինքն մենք իրավաբանական աճպահարության ականատես ենք բոլորս, իսկ այդ աճպարարները պարզապես փորձում են հաճոյանալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։ Այդքանը։ Եվ կրկին անդրադառնալով Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանին նշեցիք, որ նրանք նույն խցում են գտնվում, ինչ պայմաններում, ինչ կա այնտեղ առաջին անհրաժեշտության իրեր պարագաներ թույլ տալիս են, որպեսզի նրանք ունենան։ Այն ամենը, ինչ որ օրենքով թույլատրված է իրենց հանձնելու հարազատների կողմից, հանձնվել է, տեղակ եմ այդ մասին, պայմանները դե պարզ է քրեակատարողականի պայմաններ են, ոչ այնքան էլ լավ, բայց ես ինքս միայն Բագրատ Սրբազանի հետ եմ ամեն օր հանդիպել իր կալանքից հետո, ես որևէ տրտնջանքի խոսքեր չեմ լսել, ես լսել եմ միայն ոգևորված, հայրենասեր, աստվածավախ մարդու խոսք, ավելին մխիթարանք եմ տեսել իր կողմից ինձ եւ մյուսներին փոխանցելու, ոչ թե տեսել եմ իր մոտ չնչին անգամ նեղված վիճակ։ Առաջադրված մեղադրանքը իրեն չի վախեցնում, որովհետեւ ծանր հանցագործություն է համարվում դա։ Ես Սրբազանին արդեն բավականին երկար ժամանակ եմ տեսնում, ու վստահ եմ, որ այդպիսի անձինք, ինչպիսին Սրբազանը, մասնավորապես հենց կոնկրետ Սրբազանը, այս կյանքում ոչինչից չեն վախենում, բացառությամբ Աստծո դատաստանից եւ սիրում են հայրենիքը, ինչպես սիրում են Աստծուն, այնպես որ ինչից վախենա։ Գործը որպես այդպիսին փուչիկ է, բայց Սրբազանը նույնիսկ պատրաստ է այդքան տարիներ նստել հանուն իր գաղափարի, հանուն իր հայրենիքի։